Փաշինյանը ի վերջո կարող է պայմանավորվել Ադրբեջանի նախագահի հետ եւ ընտրություններից առաջ, որպեսզի իր դիրքերը ավելի ամրապնդի հետ բերի մեր գերիներին։ Գիտեք, տեսականորեն այո, կարող է պայմանավորվել Կիրթ եւ կառուցողական Ալիևի հետ, ինչպես ինքն էր բնութագրում, գերիներին վերադարձնել եւ փորձել այդպես իր համար ապահովել քաղաքական դիվիդենդ։ Բայց շատ կարեւոր է նաեւ հասկանալ, թե ի վերջո դա ինչի գնով է լինելու։ Եթե դա Նիկոլ Փաշինյանի իշխանության գինն է, մենք պիտի հասկանանք Նիկոլ Փաշինյանը հետ բերեց, որպեսզի նորից ընտրվի, այսինքն իր ընտրության շահառուն Ալիևն ու Թուրքիան են։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք ու նաև հասկանանք, թե մենք ինչքանով կարող ենք նպաստել իսկապես գերիների վերադարձին եւ ամենաքիչը, որ մենք կարող ենք անել, նմանատիպ ակցիաներն են, անընդհատ խոսելն է եւ իմ դեպքում արդեն որպես падգամավոր իմ միջազգային գործընկերների հետ ցանկացած հարթակում այս հարցը բարձրացնել է։ Իսկ ես հեռախոսով խոսելիս ասում եմ, SMS գրելով ասում եմ, մեյլ գրելով ասում եմ, հանդիպումների ժամանակ ասում եմ ու սա պետքա լինի շարունակական։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որ մենք ունենանք իսկապես ազգային գիտակցում, որ գերիների վերադարձը մեր խնդիրն է, սա ազգային հարց է։ Սա քաղաքական հարց չէ, սա սիմպաթիայի հարց չէ, ցանկության հարց չէ։ Մեր գերիները պիտի վերադառնան օր առաջ։ Երեք մենք տեսանք Ադրբեջանի ԱԳՆ-ից տեղեկացանք, որ արդեն խաղաղության փաստաթուղթը պատրաստ է եւ ստորագրման։ Ձեր կարծիքով արդյոք Փաշինյանը չպետք է հանրայնացնի այդ փաստաթղթի։ Ամեն դեպքում մենք գիտենք, որ այն բաղկացած է 17 կետից, բայց մեզ հայտնի են ընդամենը 2 կետ, որոնք համաձայնեցված չէին։ Ես ուզում եմ ասել, այո, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում է սա խոսում։ Ժողովրդի թիկունքում եւ ժողովրդի թիկունքում կազմակերպված յուրաքանչյուր գործընթաց կասկածահարույց է։ Բա դու խոստանում էիր, որ 100%-անոց թափանցիկ ես լինելու, 100%-անոց ժողովրդի հետ ազնիվ ես լինելու, հպարտ վարչապետի թեկնածուները միլիոնից ավել կամ 3 միլիոն վարչապետի թեկնածուներից դու գաղտնիք չես ունենալու։ Բա ինչու՞ ես փակ դռների հետևում գաղտնի փաստաթղթով ինչ որ բաներ բանակցում։ Ինչ գաղտնիություն կա։ Եթե խաղաղության պայմանագիր է, դա աշխարհի ամենաբարի պայմանագիրը պիտի լինի, որ կողմերը ինչ որ բանի շուրջ համաձայնության են գալիս։ Հիմա դուք ինչի շուրջ եք համաձայնության եկել։ Մենք չգիտենք ինչի շուրջ են համաձայնության եկել։ Այսինքն Ալիևը ինչ է պահանջել, Նիկոլ Փաշինյանը դա համաձայնել է կամ չի համաձայնել։ Ինչ ա եղել դրա արդյունքում։ Մենք չգիտենք։ Ես միայն կարող եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի բանակցմանը զուգահեռ Իլհամ Ալիևը հայտարարում է, մենք ֆաշիստական հանրապետություն ենք, չգիտեմ, կան ֆաշիստական ուժեր Հայաստանում, որոնց եթե Նիկոլ Փաշինյանը չպատժի, ինքն է պատժելու։ Այսինքն, այս մարդու հետ, այս խոսույթով ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող է խաղաղություն հաստատվել։ Ես չեմ հավատում։ Չեմ հավատում, որովհետև Իլհամ Ալիևը չի ցանկանում խաղաղություն հաստատել։ Ադրբեջանից նաև ասում են, որ չեն հավատում Հայաստանին, պահանջում են թղթի վրա փաստացի գրված ինֆորմացիա։ Ես ուզում եմ հասկանալ, բա ինչի շուրջ այդ համաձայնությունը։ Եթե չկա երկկողմանի վստահություն, չկա երկկողմանի փոխհամաձայնություն նաև։ Բա ինչի շուրջ այդ համաձայնագիրը, ո՞նց են համաձայնել, եթե չկա։ Ուրեմն պետք է ներգրավեն կողմեր, միջազգային կառույցներ, որոնք որ պիտի լինեն այդ փաստաթղթի երաշխավորը, բայց կա արդյոք այդպիսի ինստիտուտ, այդպիսի երկիր, որը որ կհամաձայնի իսկապես լինել այդ փաստաթղթի երաշխավորը։ Ես դեռ որևէ նշույլ չեմ տեսնում, բայց մեծ հույս ունեմ, որ մեզ աշխարհը ագրեսոր Ալիևի դեմ եւ Ադրբեջանի դեմ միայնակ չի թողնի, որովհետեւ եթե մենք լինենք նույն իրավիճակում ինչ որ 20 թվականին, երբ որ աշխարհը լուռ էր, թե մեզ ինչպես էին կոտորում, այլ արդեն մենք ոչ մի հույս չենք կարող ունենալ, որ Հայաստանի դեպքում այդ կրկնությունը չի լինելու։ Իսկ մենք տեսնում ենք, որ Ալիևը հիմա սպառնում է ակնհայտորեն, որ Սյունիքի օկուպացիայի է պատրաստվում։ Դրա մասին ոչ մի բան չեն խոսում, այդ համաձայնագրում Սյունիքի մասով ինչ կա։ Օրինակ Ալիևի հայտարարությունները, որ ասում է Սյունիքը մենք պիտի վերցնենք, ճակերտավոր Զանգեզուրել անվանում է, որովհետև դա մեր պատմական տարածքն է։ Այդ համաձայնագրում ինչ կա այդ Զանգեզուրի մասին, Սյունիքի մասին, այդ պատմական դրվագների մասին։ Մենք ոչ մի բան չգիտենք։ Այսինքն վճռվում է մեր ճակատագիրը մի փաստաթղթում, որի բովանդակությունից անտեղյակ ենք։ Տիկին Թովմասյան, դուք որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ, խաղաղության պայմանագրին վստահություն ունեք, վստահում եք այս փաստաթղթին։ Ես չեմ հավատում, որ խաղաղություն լինելու է եւ որևէ փաստաթուղթ չի բերելու մեզ խաղաղություն։
Ինչու, որովհետև Իլհամ Ալիևը խաղաղության նպատակ չունի մեզ հետ։ Ուղղակի չունի, նա իր պլանները անթաքույց ներկայացնում է եւ այդ պլաններում ակնհայտորեն նա հայտարարում է, որ ես ունեմ նկրտումներ, այսինքն ինքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ունի նկրտումներ։ Ավելին, ինքը նաեւ հիմա այս պահի դրությամբ ունի օկուպացված տարածքներ Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում ու հետ չի քաշում իր դիրքերը։ Խաղաղություն ձևակերպող, խաղաղության գնացող երկիրը ինչու չի իրականացնում ինքը իր կողմից քայլ կամ ինչու Նիկոլ Փաշինյան չի պահանջում օկուպացնել Հայաստանի Հանրապետության տարածքը, որից հետո նոր կգնան խաղաղության։ Դրա համար ես այդ հեղեղուկ փաստաթղթին չեմ հավատում ու չեմ մտածում, որ կլինի այդ խաղաղությունը։